Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այսօրվա դրությամբ սոցցանցերով ակտիվ գործունեություն իրականացնող բժիշկները պարապ են, ոչինչ չունեն անելու, դրա համար առավոտվանից իրիկուն վիդեո են նկարում, շատ ափսոս, որ դուք այդքան թյուրիմացության մեջ եք գտնվում։ Ինչը վերաբերվում է սեռական առողջությանը, ապա պետք է լինենք իրատես եւ խոստովանենք, որ մեր երկրում սեքսի մասին գիտելիքները, սեռական առողջության մասին գիտելիքները, ես կասեի ոչ թե աղքատ, այլ ընդհանրապես կարելի ասել, որ չկա։ Ես լինելով պրակտիկ բժիշկ, ունենալով արդեն 10 տարվա աշխատանքային փորձ, ամեն օր շփվելով բազմաթիվ պացիենտների հետ, կարող եմ վստահաբար ասել մի քանի եզրակացություններ։ Մարդիկ այսօր սեքսուալ խնդիրներ ունենում են շատ հաճախ նաև չիմացության պատճառով։ Սեռական կյանքի պսիխոհիգիենայի մասին բացակայությունը բերում է նմանատիպ երևույթների առաջացմանը, որ հենց չիմացությունը կամ սխալ ինֆորմացիան է պատճառ դառնում սեքսուալ խնդրի առաջացմանը։ Եվ չիմացությունն է խնդիր, եւ սխալ գիտելիքներն են խնդիր։ Դրա համար ես կարծում եմ այսօրվա դրությամբ այն մասնագետները, ես այդ թվում նաև իմ գոլեգաներից որոշ կոմպետենտ եւ գրագետ մասնագետներ, ովքեր ծախսում են իրենց թանկ ժամանակից եւ փորձում են սեքսուալ կյանքի մասին ինֆորմացիան եւ գիտելիքները թեկուզ համացանցի միջոցով հասցնել տեղ, ապա այդ աշխատանքը կարծում եմ հնարավորինս հարգանքի արժանի աշխատանք է, որովհետև հավատացեք, որ մենք այդ ամեն ինչը անելու համար իսկապես իրականացնում ենք որոշակի ջանքեր մեր ժամանակից դա վերցնելու, խլելու եւ ստանալու համար։ Որովհետև այսօրվա դրությամբ ցավոք սրտի այլ օղակներ չկան, այլ հարթակներ չկան, որպեսզի մեր ազգաբնակչությունը հնարավորություն ունենա այդ գիտելիքները, շատ կարևոր է ճիշտ ինֆորմացիան, բայց բացի ճիշտ ինֆորմացիայից շատ կարևոր է դրա մատուցման ձևը։ Գիտեք, այսօր սեռականության մասին ինչ որ մի նյութ մշակելիս այդ ամեն ինչը կարելի է մի քանի ձևով ներկայացնել։ Օրինակ, տեսեք, ես նույն նյութը ներկայացնում եմ Շիրակացու անվան ճեմարանում, որտեղ դեռահասներ են, ես ներկայացնում իրենց հասանելի ձևով։ Այդ նույն նյութը ներկայացնում եմ այստեղ, օրինակ ինչ որ սոցհարթակում, որ մարդիկ են սովորական նստած լսում, եւ այդ նույն նյութը կարելի է բժշկական տերմիններով ներկայացնել, եթե դու գոլեգաներիդ կամ բժշկական լսարանի առաջ ես դա ներկայացնում։ Այդ ներկայացման ձևը, հասանելիությունը նույնպես շատ կարևոր է։ Գնահատեք ինչ որ այսօր ունեք, մարդ ես մեկ էլ տեսար, վաղը էլ չեղավ։